Ով է հավատում, որ Աստված պատասխանում է աղոթքներին։ Ամեն, մենք հավատում ենք, որովհետև մեր Աստվածը կենդանի Աստված է։ Մեր Աստվածը, ով որ ստեղծել է ականջները մեր, նա նույնպես լսում է։ Ամեն։ Մեր Աստված, ով որ ստեղծել է աչքերը, նա նույնպես տեսնող Աստված է։ Մեր Աստված, ով որ ստեղծել է բերանը, նա նույնպես խոսող Աստված է։ Մեր Աստված, ով ստեղծել է մեր սրտերը, նա նույնպես սրտակից ու սրտացավ Աստված է, բարեգութ ու ողորմած Աստված է։ Ամեն։ Մենք ունենք Աստված, որ լսում է մեր աղոթքները եւ պատասխանում է մեր աղոթքներին։ Մենք ունենք մի Աստված, որ ինչպես որ Հակոբոսի թուղթն է ասում, ամեն կատարյալ տուրք եւ ամեն բարի պարգև նրանից է գալիս, երկնքից է գալիս։ Մենք ունենք Հայր երկնքում, որը որ կատարյալ պարգևներ ունի մեզ համար, ամեն մեկիս համար, որպես իր զավակները։ Եվ իհարկե մենք շատ սիրում ենք բոլորս ունենալ աղոթքի պատասխաններ, մենք շատ սիրում ենք տեսնել Աստծո գործը մեր կյանքերի մեջ, տեսնել Աստծո միջամտությունը, մենք սիրում ենք տեսնել Աստծո հրաշքները, հա, այն ինչ որ Աստված տալիս է, դա մեզ ուրախացնում է, դա մեզ քաջալերում է, դա մեզ ոգևորում է, դա մեզ մոտիվացնում է առաջ շարժվելու կյանքի մեջ։ Բայց այսօր ուզում եմ շեշտը դնեմ, սիրելիներ, նույնպես մի շատ կարևոր բանի վրա եւ այսպես եմ անվանել իմ խոսքը, ինչ ես անում Աստծո տվածով, ինչպես ես վարվում Աստծո տվածի հետ։ Եվ կուզեմ կարդանք մի հատված, ես անցած շաբաթ կարդում էի ու գիտես ինչն է հետաքրքիր, որ տասնյակ տարիներ դու կարդում ես Աստծո խոսքը եւ ամեն անգամ կարդալուց Աստված մի հատ sense նոր լույս է բացում իր խոսքից, մի հատ նոր մի բան է, որ դու հարյուրավոր անգամներ անցնում ես եւ չես նկատում, չես կանգ առնում այդտեղ, բայց օրերից մի օր Աստված քո միտքը, քո ուշադրությունը, գիտես, կանգնեցնում է մի հատ բառի վրա, մի հատ խոսքի վրա, մի հատ հատվածի վրա եւ լուսավորում է քո միտքը։ Եվ այդտեղ դու տեսնում ես ինչքան խորն է Աստծո խոսքը, ինչքան հարուստ է Աստծո խոսքը, ինչքան մեզ ասելիքներ ունի Աստծո խոսքը։ Ղուկաս ավետարան 10-րդ գլուխ 51 խոսքից եկեք կարդանք, որպիսի ամբողջ պատմությունը չկարդանք, մի քիչ ավելի կրճատենք։ Խոսքը գնում է այն կույր Բարտիմեոսի մասին, ով որ կույր էր եւ ճանապարհին նստած էր Երիքովում եւ միշտ մուրացկանություն էր անում, գումար էր, հավաքում մարդկանցից ապրելու համար։ Եվ այստեղ, երբ որ Հիսուսը մտնում է Երիքով քաղաքը եւ ժողովուրդը մեծ աղմուկ է բարձրացնում, Հիսուսն է եկել, այն հրաշքներ անող մարդն է եկել, այն Աստծո մարգարեն է եկել, ամեն մեկը մի բան ասում էր եւ այս կույրը լսում է մարդկանց աղաղակը, այդ աղմուկը, որ Հիսուսը եկել է եւ սկսում է ինքը Հիսուսին կանչել, աղաղակել, որովհետեւ լսել էր ինչ որ բաներ, որ Հիսուսը անում էր։ Մարդիկ նրան փորձում են լռեցնել, բայց ինքը ասում ավելի ուժեղ էր գոռում եւ ի վերջո Հիսուսն ասում է բերեք նրան իմ մոտ։ Կներեք Ղուկաս էի ասեմ, Մարկոսն է, սիրելիներ, Մարկոս ավետարան 10:51-ը։ Հիսուսն էլ ասեց նրան. գնա, քո հավատքը քեզ ապրեցրեց։ Հիսուսը բժշկում է կույրին, ասում է գնա, որտեվ քո հավատքը քեզ փրկեց, բժշկեց։ Եվ նա շուտով տեսավ եւ ճանապարհում Հիսուսի հետևից գնում էր։ Կույրը միանգամից բժշկվում է, տեսնում է եւ ինչ անում, ասում է ճանապարհում Հիսուսի հետևից սկսում է գնալ։ Ինչ էր այս կույրը աղաղակում, ինչ էր խնդրում, ինչ էր փափագում Հիսուսից, տեսողություն, ամեն հրաշքի կարիք ուներ։ Գերբնական մի բանի կարիք ուներ իր կյանքում, որ ոչ մի մարդ չէր կարա դա աներ եւ ինքը իր հույսը, հավատը դրեց Աստծո վրա։ Չնայած ոչ մի խանգարող հանգամանքների մարդիկ իրան լռեցնում էին, իրան խանգարում էին, ինքը ավելի ուժեղ սկսեց գոռալ եւ ի վերջո հայտնվեց Հիսուսի առաջ իր ուզած տեղը
եւ լսեց իր ուզած ձայնը։ Հիսուսն ասում է. «Ինչ ես ուզում անեմ քո համար»։ Եվ նա ասում է. «Տեր, իհարկե, որ իմ ամենամեծ փափագը, ցանկությունը, որ ես տեսնեմ»։ Հիսուսը բժշկում է նրան եւ անգամ Հիսուսը ասում է. «Դե գնա, քո ցանկությունը կատարվեց»։ Բայց հետո մենք տեսնում ենք հաջորդ խոսքը ասում է, որ կույրը սկսեց հետևել Հիսուսին։ Ես իմ խոսքը Աստծի անվանել եմ ինչ ես անում Աստծո տվածով։ Ինչ ես անում Աստծո տվածով։ Մենք տեսնում ենք Բարտիմեոսը Աստծո տվածը, որ վերցրեց, տեսեք, իհարկե Աստվածաշունչը չի շեշտում այս մի դետալը, բայց շատ հնարավոր է, որ ինքը մանկությունից էր կույր։ Շատ հնարավոր է, որ ի ծնե, ոչ թե մանկությունից, այլ ի ծնե կույր էր։ Եվ գիտես, մի մարդ, որ ծնվել է, եկել է աշխարհ, բայց ոչ մի բան չի տեսել։ Պատկերացնում եք ինչքան դաժան է, չէ՞։ Նման մարդու կյանքը, նա չի տեսել գույները, չի տեսել այն գեղեցկությունը, որ կա, չի տեսել մարդկանց, չգիտի միգուցե մարդիկ ինչ կերպարանք ունեն, ինչ տեսք ունեն, իր ծնողներին չի տեսել։ Այսինքն սա մի հատ դաժան մի բան է, շատ բաներից ինքը զրկված է եղել, չի կարողացել վայելել, մի տեղից մի տեղ տեղափոխվել է, ինքը կարիք է ունեցել, որպեսզի իրան օգնեն կամ որպեսզի իրան, չգիտեմ, ինչ որ տեսարանը բառերով բացատրեն, ինքը միգուցե մի փոքր պատկերացում է ունեցել, ես չգիտեմ ոնց է լինում, բայց մի բան ենք հասկանում, որ նման մարդկանց կյանքը շատ դաժան է, ամեն։ Եվ տեսեք, վերջապես, ես չգիտեմ նույնպես քանի տարեկան էր այս մարդը, գրված չի, բայց իր կյանքի օրերից մեկում իրան այդ շնորհք ու ողորմությունն է, հա, գալիս իր կյանքի մեջ, որ ինքը տեսողություն ստանա։ Ինչքան երազանքներ ունեցած կլներ այս մարդը, հա, միգուցե, երբ որ նա իր կյանքի մեջ, իր ծածուկում, իր մենակ ժամանակ, իր ներսում երազում էր ու ասում էր, եթե Աստված մի օր իմ կյանքում հրաշք աներ, ես միգուցե այս ինչ բանը կանեի, ես միգուցե կգնայի մեր տեսարժան վայրերը Իսրայելի կտեսնեի, միգուցե կգնայի Աստծո այցելած վայրերը կտեսնեի, միգուցե կգնայի իմ ծնողներին կփաթաթվեի, իմ քույրերին, եղբայր հարազատներին, կամ չգիտեմ ինչ, միգուցե լավ գեղեցիկ շորեր ինձ կառնեի, կհագնեի, Վերսաչի շորեր, միգուցե մի հատ լավ մեքենա կառնեի, կքշեի, գոնե կտենայի, կվայելեի այդ ամեն ինչը, հա։ Բայց հետարքիր բան է տեղի ունենում, այս մարդը բժշկվում է, տեսողություն է ստանում ու ասում է, վերկացավ, սկսեց հետևել Հիսուսին։ Այսինքն այն ինչի մասին, որ ինքը երազել էր ամբողջ կյանքում, հիմա այդ պահին ուներ հնարավորություն իր այդ երազանքները իրականացնելու։ Բայց այս մարդը վերցնում է իր հրաշքը, վերցնում է Աստծուց տրվածը իր կյանքի մեջ, այն ինչ որ Տերը տվեց ու սկսում է հետևել Հիսուսին, սկսում է գնալ Հիսուսի հետևից, բոլոր մնացած իր հնարավորությունները մի կողմ դնելով։ Եվ այսօր ես ուզում եմ ամեն մեկիս մեջ բարձրանա այս հարցը, ինչ ես դու անում Աստծո տվածով։ Այո, մենք ուրախանում ենք, երբ որ Աստված մեզ ինչ-որ բան է տալիս, մենք ուրախանում ենք, երբ որ Աստված մեզ հնարավորություններ է տալիս, երբ որ Աստված հրաշքներ է անում մեր կյանքում, երբ որ որևէ ինչ-որ դռներ է բացում մեր կյանքում, հա, երբ որ ինչ-որ օրհնություններ է բերում մեր կյանքում, մենք ուրախանում ենք եւ Աստված իհարկե անում է, որ մենք ուրախանանք, որովհետեւ Հայրը ուզում է, որ իր որդիները ուրախ լինեն։ Բայց այստեղ հետո գալիս է հետևյալ հարցը, իսկ մենք բացի այդ ուրախանալուց, ոգևորվելուց, ինչ ենք անում Աստծո տվածով։ Տեսեք, շատ ժամանակ սիրելիներ, այն ինչ որ ես նկատել եմ, նեղության, դժվարության, խնդիրների մեջ, մարդիկ շատ ավելի հեշտությամբ մոտենում են Աստծուն։ Հա? Միգուցե դուք էլ դա նկատել եք, հասկացել եք եւ հենց մենք էլ շատ հավանական է, որ այդպիսին ենք։ Դժվարության, նեղության մեջ, հա,
կարիքների մեջ, բարդությունների մեջ մենք միանգամից գիտենք տեղը, մենք մոտենում ենք Աստծուն։ Տեսեք մի հատ աղքատ երկրներ օրինակ վերցրեք ու կհասկանաք, որ հավատքով մարդիկ աղքատ երկրներում շատ ավելի շատ են։ Գնացեք Աֆրիկա ու կտեսնեք, որ եթե ոչ ամեն մեկը, այլ ամեն մի երկրորդ մարդը հավատք ունի։ Իսկ գնացեք Ամերիկա, գնացեք Եվրոպա եւ հարցրեք մարդկանց, մենք տեսնում ենք, որ մեծ մասամբ մարդիկ աթեիստ են։ Աստծո գոյությանը չեն հավատում։ Ինչի համար, որովհետեւ ապահովություն ունեն ինչ-որ։ Կան բժիշկները, կան ֆինանսները, կա աշխատանքը, կա հնարավորություններ կա եւ գիտես մարդը կարծես թե էլ Աստծո կարիքը չունի։ Եվ մենք սրանից հասկանում ենք, որ դժվարության ու նեղության մեջ մարդը ավելի հեշտ է գնում Աստծուն։ Բայց շատ անգամ, երբ որ մարդը օրհնվում է, բարգավաճում է, երբ որ իր խնդիրները լուծվում են, երբ որ խնդիրները հարթվում են, կարծես թե էլ Աստծո կարիքը այդքան էլ չի ունենում։ Մի հատ տենց անեկդոտի նման մի բան կա, չէ, որ վերևից մարդը ընկնում է բարձր տեղից, այդ ընկնելու ընթացքում ասում է Տեր իմ Աստված, խնդրում եմ կյանք տուր ինձ, ես իմ կյանքը ու հենց արա չմեռնեմ, ես իմ կյանքը կնվիրեմ քեզ։ Երբ որ ընկնում է, տեսնում է բան չեղավ, կանգնում է շորերը թափ տալի, ասում է մարդ որ նեղն է ընկնում, ինչ հիմար բան ասես մտքով անցնում է։ Այո, ցավոք սրտի կա այդպիսի երևույթ։ Երբ որ գալիս է օրհնությունները, ամեն բան կարգավորվում է, ամեն բան լուծվում է, խնդիրներն ու խնդիրները լուծվում են։ Գիտես, մենք տեսնում ենք, որ կարծես էլ Աստծո կարիքը մի քիչ քչանում է մարդու մոտ։ Աստծո այդ կախվածությունը Աստծուց քչանում է։ Ինչքան մարդիկ ենք տեսել, թեկուզ հենց եկեղեցիներում, որ մարդիկ կարիքներով բեռնավորված եկել են, լացել, խնդրել, աղաչել, աղաղակել եւ Աստված լուծել է խնդիրները, հրաշքներ ու նշաններ արել եւ կարճ ժամանակ հետո այդ նույն մարդիկ անհետացել են։ Իհարկե մենք չենք դատում ոչ ոքին, բայց դա մարդու էությունն է, մարդու բնությունն է այդպիսին։ Հիշում եք 10 բորոտներ նույնպես, երբ որ օրերից մի օր մոտեցան Հիսուսին, բորոտությունը դա այն ժամանակ անբուժելի հիվանդություն էր։ Մոտեցան Հիսուսին եւ նույնպես բորոտները շատ կյանքի լիքը առավելություններից զրկված էին։ Նրանք առանձնացված էին ապրում, որտեղ դա վարակիչ էր, իրավունք չունեին ուրիշ մարդկանց հետ շփվելու, մոտենալու, եւ 10 բորոտ այդ հիվանդներ մոտենում են Հիսուսին եւ բժշկություն են խնդրում Հիսուսից։ Հիսուսը բժշկում է, ասում է գնացեք ճանապարհին ձեր բժշկությունը կստանաք։ Երբ որ նրանք ստանում են, անցնում է որոշ ժամանակ, բորոտներից մեկը, 10-ից մեկը հետ է վերադառնում Հիսուսի մոտ, ընկնում է ծնկների վրա եւ սկսում է երկրպագել, սկսում է գոհանալ, փառավորել։ Եվ Հիսուսը հարցնում է, ասում է, իսկ այն մնացած 9-ը ուր մնացին։ Նույնպես այստեղ մենք տեսնում ենք մարդու էությունը, երբ որ կար կարիք, նրանք հրաշքի կարիք ունեին, վերցրեցին հրաշքը եւ գնացին վայելելու իրանց կյանքը, որտեղ բորոտության ժամանակ լիքը բաներ իրանց արգելված էր, հիմա հազիվ հնարավորություն ունեին կյանքից օգտվելու։ Վերցրեցին ու գնացին վայելելու կյանքը եւ Հիսուսն ասում է իսկ ուր են այն մնացած 9-ը։ Հա, շատ հրաշալի է, երբ որ Աստված մեզ տալիս է ինչ-որ բաներ, բայց շատ կարևոր է գիտակցել ինչ ես դու անում Աստծո տվածով։ Արդյոք մենք բորոտների նման ենք վարվում, թե կույր Բարտիմեոսի նման ենք վարվում։ Մի ուրիշ բան ենք տեսնում, Գործք առաքելոցում նույնպես նման մի պատմություն, երբ որ Պետրոսը Հովանեսի հետ գնում են տաճարը աղոթելու եւ տաճարի դռան մոտ մի իծնե կաղ նորից գումար է հավաքում, որ իր ամբողջ կյանքում սովոր էր այդ գործի վրա էր այդ մարդը, որտեվ ուրիշ տարբերակ չուներ։
Եվ նա գումար ա ուզում Պողոսից, Պետրոսից ու Հովանեսից, նրանք գումար չեն ունենում, բայց ասում են մենք ուրիշ ավելի լավ բան ունենք քեզ տալու Քրիստոսով, վեր կաց ու կանգնի, բժշկվի այդ կաղությունից։ Եվ իհարկե կաղը բժշկվում է, եւ հաջորդ բանը, որ տեսնում ենք շատ կարևոր, նա մտնում է տաճար եւ ասում է, փառաբանում էր, թռվռում էր, ուրախանում էր, երկրպագում էր Աստծուն տաճարի մեջ։ Գիտես, վերցրեց Աստծուց իր հրաշքը, ստացավ Աստծուց իր հրաշքը, ստացավ Աստծուց ինչ-որ բան եւ մտավ տաճար, նա կարող էր շատ ուրիշ տեղեր գնալ, նա կարող էր շատ ուրիշ գործեր անել, որի մասին որ երազել ու փափագել էր, բայց հրաշքը վերցրեց ու մտավ տաճար։ Գիտեք, մինչև այդ տաճարի դռան մոտ էր, դուռը դա մակերեսային քրիստոնեությունն է, դա մակերեսային աստվածապաշտությունն է, երբ որ վերցրեց բժշկությունը, ավելի խորը գնաց տաճար, ավելի խորը գնաց Աստծո մեջ, ավելի հեռու գնաց Աստծո մեջ, Աստծուն ճանաչելու, Աստծուն երկրպագելու, Աստծուն ծառայելու։ Այո, մենք կարող ենք տաճարի դռան մոտ միշտ լինել եւ այնտեղից գոհանալ Աստծուն իր տված բաների համար, բայց մենք նույնպես կարող ենք տաճար օրհնությունը վերցնել եւ մտնել տաճար։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Տաճարը դա մակերեսային դուռը, դռան մոտը մակերեսայինն է, ինչ որ սահմանափակն է, բայց նա մտավ տաճար, որտեղ որ Աստծո փառքն էր։ Երկրորդ բանը, որ տեսնում ենք, նա քանի որ կաղ էր, նա նստած էր միշտ, նա ընկած վիճակում էր, ցածր վիճակում էր։ Երբ որ բժշկվեց, ինքը բարձրացավ, Աստված նրան բարձրացրեց։ Եվ ինքը այդ իր բարձրությունը օգտագործեց մտնելու տաճար եւ Աստծո անունը մեծարելու համար։ Այո, շատերիս Աստված, գիտես, տարբեր կյանքի իրավիճակներից բարձրացնում է։ Երբեմն մենք տարբեր կյանքի ոլորտներում այդպես կաղ ենք լինում, ընկած ենք լինում, ցածր ենք լինում, հա, միգուցե մեկը առողջապես է կաղ, միգուցե մեկը ֆինանսապես, միգուցե մեկը մի ուրիշ բաների մեջ, հա, եւ Աստված բարձրացնում է։ Եվ հարցը հետո սա է, ինչ ես դու անում քո բարձրությունով։ Արդյոք քո բարձրությունը օգտագործում ես քեզ փառավորելու կամ քո ցանկությունները իրականացնելու, թե քո բարձրությունը օգտագործում ես Աստծուն փառավորելու համար։ Գիտեք, իմ դուրը շատ գալիս է, երբ որ տեսնում եմ աշխարհում հայտնի մարդիկ, աշխարհահռչակ հայտնի մարդիկ, դա կլինի դերասաններ, երգիչներ, սպորտսմեններ, որոնց որ ամբողջ աշխարհը ճանաչում է, որոնք որ մուլտիմիլիոնատերեր, միլիարդատերեր են երբեմն։ Բայց գիտես, ամբողջ աշխարհի առաջ, մեծ բեմերից, ամբողջ մեդիա դաշտի առաջ նրանք Հիսուսի անունն են փառավորում։ Եվ իմ դուրը շատ է գալիս է, երբ որ գիտես հավատացյալ դերասաններ գալիս են իրանց մրցանակները ստանալու եւ այնտեղ քարոզում են ժողովրդին եւ այնտեղ Տիրոջ անունն են բարձրացնում, կամ երգիչներ, կամ գիտես սպորտսմեններ, մի այսպես բռնցքամարտիկ կա, բոքսեր Ֆիլիպին երկրից է եւ որը որ շատ ծայրահեղ աղքատ է եղել, փողոցներում այսպես թափառող անտուն շատ աղքատ մեկն է եղել եւ բռնցքամարտի միջոցով Աստված նրան բարձրացրեց, շատ հայտնի դարձրեց, շատ եւ հարուստ դարձրեց եւ հայտնի դարձրեց եւ ինքը իր այդ բռնցքամարտի այդ տարիների ընթացքում ապաշխարեց, դարձավ Տիրոջը եւ հիմա ինքը եւ շատ մեծահարուստ է, մուլտիմիլիոնատեր է եւ իր երկրում նաեւ քաղաքականության մեջ է, սենատոր իր երկրում։ Այդ ամեն փառքը ունենալու մեջ, այդ ամեն մեծությունը, հայտնիությունը ունենալու մեջ, գիտեք, ամեն անգամ, երբ որ նա խոսում է, Հիսուսից է խոսում։ Ունենալով այդ փառքը, դիրքը, պաշտոնը, հայտնիությունը, տեսնում ես նրան եկեղեցու բեմում կանգնած գիտարով հասարակ ձևով փառաբանում է Աստծուն գիտարը ձեռքին։ Եվ գիտես, նույնպես շատ բարեգործություններ է անում, ինչքանով որ ես գիտեմ, միգուցե ավել, բայց ինչքանով որ հայտարարվել է 1000 հատ սեփական տուն է սարքել
իր երկրում անտուն մարդկանց համար 1000 հատ սեփական տուն, մի ամբողջ տարածք առել, չգիտեմ քանի հեկտար, եւ այդ տարածքի վրա սեփական տներ կառուցել, եւ գիտես ինչ ասել, այն բոլոր մարդկանց, ովքեր որ այդ տները նվիրել է, ասլա ինչ շնորհակալություն չասեք, ես այդ ամեն ինչը անում եմ Աստծո միջոցով, Աստծուն ուղեք ձեր փառքերը։ Հրաշալի է տեսնել մարդկանց, երբ որ Աստված իրանց ինչ որ բան տալիս է, եւ իրանք այդ Աստծո տվածը չեն վերցնում իրանց փառքի համար միայն, չեն վերցնում իրանց վայելքների համար միայն, այլ գիտես Աստծո տվածը կարողանում են տրամադրել Աստծո փառքի համար, Աստծո տվածը կարողանում են նույնպես տալ սիրելներ, Աստծո անունը փառավորելու համար, ամեն, այս կաղին Աստված բարձրացրեց ընկած տեղից, ինքը մտավ տաճար, Աստծուն փառավորելու, վկայելու, փառքը տալու Աստծուն, իրա հրաշքով կիսվելու մյուսների հետ, այդ դեպքում երբ որ ինքը կարար շատ ուրիշ տարբեր բաներ անել։ Դավիթ թագավորը նույնպես հասկացել էր սա, երբ որ տաճարը ցանկություն ունեցավ տաճարը կառուցելու, նա թագավոր էր, ուներ հնարավորություն, նրան նույնպես Աստված բարձրացրել էր դաշտերից, անապատներից, ոչխարների կողքից Աստված բարձրացրել էր եւ թագավոր էր դրել նրան, բարձր դիրքի էր դրել նրան, հայտնի դիրքի էր դրել նրան, մեծ փառքի մեջ էր դրել Դավիթին, բայց գիտես այդ դիրքի մեջ նա մի հրաշալի բան ասում, ասում Տեր, մի օր աղոթում Աստծուն եւ ասում Տեր, ես բնակվում եմ պալատների մեջ, թագավորական պալատների, բայց քո տապանակը վրանի մեջ է, պալատքի մեջ է։ Եվ գիտես իր մեջ առաջացավ այդ ցանկությունը որոշումը, Տեր, ես պիտի քո համար տուն շինեմ։ Ինքը հիշեց, որտեղից է Աստված բարձրացրել, ինքը հիշեց, որ այդ հարստությունը, ունեցվածքը, փառքը, հնարավորությունները, ծանոթությունը, այդ ամեն ինչը Տերն է իրան տվել, Տեր, այն ինչը որ դու ինձ տվել ես, ես դրանով պիտի փառավորեմ քեզ։ Եվ օրից մի օր, երբ որ հավաքված էր ամբողջ Իսրայելի ժողովուրդը, Դավիթն ասում է, քո տվածից ենք Տեր քեզ տալիս, քո տվածից քեզ ենք տալիս, արդյոք Աստծո տվածից մենք նրան տալիս ենք, միգուցե հիմա դու ասես, որ գիտես, այդքան էլ շատ բան ինձ Աստված չի տվել, ես ոչ Դավիթ թագավորի հնարավորությունը ունեմ, ոչ այդ քո ասած բոքսյորի հնարավորությունը ունեմ, ոչ այն հայտնի դերասանների հնարավորությունը ունեմ, միգուցե ասես ինձ Աստված այդքան էլ շատ բան չի տվել, ես ուզում եմ սիրելիս ուղղակի դու նայես քո կյանքին, նայիր քո շուրջը, սկսի մտածել, սկսի գրել, այն ինչ որ Աստված քեզ տվել է, վերցրու մի հատ թուղթ ու սկսի գրել, մտածի, խորհի ու գրի, այն ինչ որ Աստված քեզ տվել է, ամեն, Աստված քեզ տվել է կյանքը, երկրի վրա դու կյանք ունես, Աստված քեզ կյանք է տվել, Աստված քեզ առողջություն է տվել, Աստված քեզ ընտանիք է տվել, Աստված քեզ եկեղեցի է տվել, Աստված քեզ աշխատանք է տվել, հա, կարանք սենց գրենք, հիմա չէ, երբ որ գնաս տուն, վերցրու մի հատ թուղթ ու գրիչ, գրի այն ինչ որ Աստված քեզ տվել է, կտեսնես ինչքան շատ բան է Աստված քեզ տվել, Աստված քեզ հույս է տվել, Աստված քեզ հավատք է տվել սիրելիս, հավատք, որով որ դու կարող ես սարեր տեղափոխել, ամեն, ամենամեծ պարգևներից մեկը դու հավատք ունես քո ներսում, Աստծո հավատքը կա քո մեջ, որի մասին, որ Հիսուսն ասում էր հավատացողի համար ամեն բան հնարավոր է, դու ունես նենց մի հատ զենք քո մոտ, որը հավատքն է, որ այդ հավատքի առջև ոչ մի բան չի կարող կանգնի,
թե նյութական, թե հոգևոր, դու շատ բաներ ունես Աստծուց եկած, Լիանա ջան, արիք խնդրեմ։ Գիտես, շատ ժամանակ մենք նայում ենք ինչ-որ երևույթների, ինչ-որ բաների ու ասում ենք, բայց ես այդքան էլ շատ հնարավորություններ չունեմ, հա? Եթե Աստված այս ինչ բանը անի իմ կյանքում, մի հատ մեծ բան ենք պատկերացնում։ Այդ ժամանակ ես Աստծո տվածից իրան կտամ, Աստծո համար ինչ-որ բաներ կանեմ։ Գիտես, ու մեծ բաներ ես պատկերացնում, նույն ձևով, ինչպես որ այն մեկ տաղանդ ստացածը։ Հիշում եք, Հիսուսը պատմում է մի պատմություն, որ Տերը կանչեց իր 3 ծառաներին, մեկին 10 տվեց, մեկին 5, մեկին էլ 1 տաղանդ։ Արծաթներ, տաղանդ, արծաթ, դա այն ժամանակվա գումարն է։ Բաժանեց գումարներ ու ասեց, գնացեք, ինչ որ մի բան արեք այս գումարով, ես հեռու երկիր եմ գնում, կվերադառնամ։ Եվ այն երկուսը, ովքեր որ 10, 5 ունեին, սկսեցին ինչ որ բաներ անել, գործի մեջ դնել, ավելացնել, ծաղկեցնել իրանց տիրոջ գործը, հա, գումարը։ Եվ այս մեկը սկսեց նայել իր կողքը, երևի գրված չի, բայց ես եմ տենց պատկերացնում։ Եվ միգուցե մտածեց ու ասեց, բայց հլնայի կողիններս ինչ հնարավորություններ ունեն, իմ ընկերները, իմ հարազատները, չգիտեմ, հա, ինչ հնարավորություններ ունեն, իսկ ես ընդամենը ինձ մի արծաթ տվեց, ինչ պիտի անեմ ես սրանով։ Տարավ թաղեց հողի մեջ, ասեց, ավելի լավ է ոչ մի բան չանեմ, թող կգա իր այդ մի արծաթը կտամ, թող շարը քաշի գնա։ Երբ որ եկավ այդ Տերը, կանչեց 3-ին եւ հաշիվ տվեցին եւ հանդիմանեց նրան, ով ոչ մի բան չէր արել։ Նախատեց նրան, բարկացավ նրա վրա, ով ոչ մի բան չէր արել։ Միգուցե քո մոտ քիչ էր, բայց ինչ որ բան տվել էի քեզ։ Մի սպասի մեծ բաների սիրելիս։ Ամեն մեծ բան սկսում է փոքրից։ Ամեն մեծ բան սկսում է փոքր քայլերից, փոքր գործողություններից, փոքր զոհերից։ Այն ինչ որ Աստված քեզ տվել է, դա օգտագործիր Աստծո փառքի համար։ Ինչ որ Աստծուց ունես տրված, մի վերցրու միայն քո համար, մի վերցրու Աստծուց հեռանալու համար։ Երբ որ ասում եմ Աստծուց հեռանալ, ես չեմ խոսում, որ դու Աստծուց հրաժարվես ու գնաս աշխարհ կամ մենք կարող ենք տաճարի դռան մոտ լինել, բայց Աստծուց հեռու լինել։ Կա տենց բան, թե չէ։ Գիտես, մի հատ բանալի եմ ուզում տամ եւ ավարտենք։ Ինչի համար է, որ երբեմն Աստծու տվածը մենք ստանում ենք, բայց այդ տվածի հետ ճիշտ ձևով չենք վարվում։ Վերցնում ենք ինչ-որ բաներ Աստծուց, խնդրում ենք ինչ-որ բաներ, ստանում ենք, բայց ճիշտ չենք վարվում ստացածով։ Անառակ որդուն հիշում եք, խնդրեց, ստացավ, իր աղոթքը պատասխանվեց, հա, հայրը տվեց ինչ որ պետք էր, ինքը վերցրեց ու գնաց վատնելու։ Եվ ինչ եղավ, իր վիճակը ինքը նսեմացվեց, շատ ցավալի ու շատ տխուր այսպես վիճակում հայտնվեց։ Բանալին սրանում ասիրներ, շատ ժամանակ մենք սիրում ենք Աստծո ձեռքը, բայց չենք սիրում Աստծո երեսը։ Մենք սիրում ենք Աստծո ձեռքից ստանալ բաներ, բայց նրա երեսը չենք սիրում։ Մենք հետաքրքրված ենք Աստծո հնարավորություններով, բայց ոչ Աստծո սրտով։ Մենք հետաքրքրված ենք Աստծո կարողություններով, բայց ոչ Աստծո ճանապարհներով։ Գիտես, ամբողջ խնդիրը նրանում է, որ երբ որ դու հետաքրքրված ես Աստծո հնարավորություններով, բայց ոչ նրա սրտով,
հնարավորությունները կգան, որովհետև խոսքը ասում է խնդրի եւ կտրվի քեզ։ Այո, հայրը երբեմն չի էլ նայում քո սրտի վատ դրդապատճառին, նա հայր է, նա տալիս է, գիտես, անառակ որդու հայրը գիտեր որդին ինչ անելու, բայց տվեց իրան։ Առավել եւս հայրը ինքը գիտի քո սիրտը, ինքը կտա։ Բայց երբեմն իր տվածը քեզ ավելի վնաս կհասցնի, որտեվ դու ճիշտ վարվել չես իմանա դրանով։ Գիտես, նույն ձևով, սիրելիներ, ես խոսեցի հայտնիների մասին, որոնց որ Աստված բարձրացրել է ու փառավորում են։ Գիտեք, հայտնիներ են եղել ու կան, որոնց որ Աստված բարձրացրել է ու չեն փառավորել։ Գիտեք, որ Էլվիսը ինքը եկեղեցում մեծացած երեխա է եղել։ Եկեղեցու փառաբանության մեջ ծառայող է եղել։ Երբ որ ինքը դարձավ աշխարհահռչակ, ինքը մահացավ որպես նարկոման։ Որովհետև Աստծո տվածից չփառավորեց Աստծուն։ Աստծո տվածը վերցրեց իր համար եւ սկսեց իրան փառավորել։ Բանալին սրանում է, որ երբեմն մենք հետաքրքրված ենք Աստծո ձեռքով, ինչ կա իր ձեռքի մեջ, ինչ կարա տա մեզ, ինչ պետք է տա, բայց իր սիրտը, իր երեսը մեզ այդքան էլ հետաքրքիր չի։ Երբ որ կարդում ենք Հակոբի պատմությունը, ես շատ կրճատ ասեմ ու աղոթենք, Հակոբը, երբ որ դեռ Աստծո հետ անձնական փոխհարաբերություն չուներ, հանդիպում չուներ, օրերից մի օր նա գնում էր իր քեռուտուն, որ հեռու ուրիշ քաղաքում էր, ուրիշ երկրում էր ապրում, եւ ճանապարհին մի փոքր հանդիպում ունեցավ Աստծո հետ, երազ տեսավ, տեսիլք տեսավ։ Երբ որ արթնացավ այդ տեսիլքից, հասկացավ, որ Աստված կա, գոյություն ունի, իր հայրերի Աստվածը, Աբրահամի, Իսահակի Աստվածը, իրոք կա, ռեալ է։ Ու գիտես ինչ ասեց։ Սկսեց Աստծուց ինչ որ բաներ ուզել։ Ու ասեց Տեր իմ Աստված, եթե դու ինձ պահես, պաշտպանես շարից, փորձանքից, ինձ հարստություն տաս, ինձ ունեցվածք տաս, ինձ էս տաս, են տաս, են տաս, ես դրանից մի փոքր բաժին վերջում քեզ կտամ։ Սենց պայման դրեց Աստծո առաջ ու այդ տեղը կոչեց Աստծո տուն, Բեթել։ Բեթել նշանակում է Աստծո տուն։ Աստծո տունը նշանակում է Աստծո հնարավորությունները, Աստծո ունեցվածքը։ Հակոբին այդ վաղ հետաքրքիր էր Աստծո ունեցվածքը, ինչ կարաս Տեր անես իմ համար, ինչ ունես իմ համար։ Հետո Հակոբի, ես կարճացնում եմ պատմությունը, հետո Հակոբին հանդիպում ենք 20 տարի հետո Աստվածաշնչում, 20 տարի, որի ընթացքում ինքը անցավ տարբեր դասեր, տարբեր իրավիճակներ եւ շատ դասեր սովորեց։ 20 տարի հետո Հակոբը նորից հանդիպում է ունենում Աստծո հետ։ Աստված նորից այցելում է Հակոբին եւ այդ վայրի անունը արդեն Հակոբը դնում է Փանուել, որը որ նշանակում է Աստծո երես։ Առաջին հանդիպմանը Հակոբը Բեթել էր դրել Աստծո տուն, Աստծո կարողությունը, ունեցվածքը, հնարավորությունները։ Երկրորդ հանդիպումը Փանուել, Աստծո երեսը։ Իրան արդեն սկսեց հետաքրքրել ով է այդ Աստվածը, ինչ նպատակներ ունի այդ Աստվածը, ինչ ծրագրեր ունի այդ Աստվածը, ոնց կարամ ես այդ Աստծուն փառավորեմ, ոնց կարամ ես այդ Աստծո ճանապարհների մեջ ապրեմ, ոնց կարամ ես Աստծո կամքի մեջ բնակվեմ, Աստծո խոսքի մեջ ապրեմ, Աստծուն փառավորեմ։ Երկրորդը Փանուելն էր, եւ երկրորդ հանդիպումից հետո Հակոբը գրված է մի տարածք առավ, այդ տարածքի մեջ զոհասեղան շինեց։ Եվ այդ զոհասեղանի անունը դրեց Աստված Հակոբի Աստվածը։ Եվ այդ զոհասեղանին սկսեց միշտ զոհեր մատուցել Աստծուն։
Հակոբը այն ժամանակ զոհասեղանը շինեց, երբ որ առաջնային իր համար դարձավ Աստծո երեսը, ոչ թե Աստծո տունը, ոչ թե Բեթելը, այլ Փանուելը։ Եկեք կանգնենք ոտքի։ Եվ իմ աղոթքն է, որպեսզի գիտես ամեն մեկիս կյանքում, իմ ու քո կյանքում տեղի ունենա այն փոփոխությունը, որ տեղի ունեցավ Հակոբի հետ։ Տեղի ունենա այն աճը, որ տեղի ունեցավ Հակոբի հետ։ Աստված տալու հետ խնդիրներ չունի, սիրելիս։ Աստծո մոտ ամեն բան առատ է։ Աստված ամեն, գիտես ինչ է ասում խոսքը, ասում է անգամ ձեր սրտից, ձեր խնդրվածքներից, ձեր մտքերից ավելի շատ Աստված կարա ձեզ տա։ Այն ինչ որ դուք խնդրում եք ու մտածում եք, դրանից առավել ավելիով Աստված կարա ձեզ տա։ Աստված տալու խնդիր չունի, բայց գիտես խնդիրը նրանում է, ինչ ենք մենք անում Աստծո տվածով։ Մենք վարվում ենք Բարտիմեոսի նման, ով վերցրեց ու հետևեց Հիսուսին, այն կաղի նման, ով բարձրացավ ու իր բարձրունքով սկսեց փառավորել Աստծուն։ Թող որ սա լինի իմ ու քո բաժինը, ամեն։ Գիտես ես ինքս Աստծո հետ ունեմ այս որոշումը, որտեղ, որքան, որ դու ինձ կբարձրացնես, այդ բարձունքի մեջ դու ես երևալու։ Սիրելի Հայր, օրհնում ենք քեզ, շնորհակալություն ենք հայտնում, Տեր, փառք քեզ, որ դու Հայր ես եւ Տեր քոննա երկիրը, երկինքը, ամբողջ լիությունը, քեզանից է կյանքը, Տեր, քեզանից է բարձրացնելը, քեզանից է Տեր օրհնություններով օրհնելը, Տեր, քո զավակներին։ Մենք հավատում ենք, որ դու այդպիսին ես, որովհետև քո խոսքն է այդտենց ասում։ Բայց մենք աղոթում ենք այսօր, Տեր, որպեսզի մենք իմաստության հոգով լցնես մեզ, ճանաչողության հոգով լցնես մեզ։ Մենք աղոթում ենք, Հայր, որպեսզի մեր աչքերը առաջնահերթ ոչ թե քո ձեռքի վրա լինեն, այլ քո երեսի վրա լինեն։ Որպեսզի դու լինես, քո սիրտը, քո անձը, քո էությունը լինի կարևորագույնը մեր համար։ Եվ մենք գիտենք, երբ որ Տեր դա այդպես լինի, դու մեր սպասածից ու պատկերացրածից ավելիով, ճոխությունով ու առատությունով կարող ես օրհնել մեր կյանքի բոլոր բնագավառները։ Հայր, ես աղոթում եմ, որպեսզի մենք տեսնենք այն ամենը, ինչ որ դու մեզ տվել ես, այն բոլոր օրհնությունները, որ դու մեզ տվել ես, Տեր, որպեսզի մենք նայենք մեր շուրջը եւ հասկանանք, գիտակցենք ու տեսնենք այն բոլոր բարիքները, որ դու մեզ տվել ես, եւ մենք կարողանանք այդ ամենով փառավորել քեզ։ Եվ այդ ամենը մեզ ավելի մոտեցնի քեզ, Տեր, ոչ թե բավարարվենք ու հեռանանք ու սառենք ու հետո ամեն անգամ հետ վերադառնանք, երբ որ ինչ-որ բանի կարիք ենք ունենում, այլ այն ինչ որ դու մեզ տվել ես, Տեր, մենք դրա մեջ շարունակաբար փառաբանենք քեզ, շարունակաբար գոհանանք քեզանից։ Հալելույա, Տեր, օրհնիր քո եկեղեցին, օրհնիր ժողովուրդը քո, ամեն մեկի կյանքը, Տեր, եւ քո խոսքով լուսավորիր, Տեր իմ Աստված,
քո խոսքով ազատագրի Տեր իմ Աստված, քո խոսքով սովորացրու Տեր իմ Աստված ու բարձրացրու ամեն մեկին Տեր քո կամքի մեջ, Հայր։ Հիսուսի անունով շնորհակալ ենք, մեծարում ենք, փառք ենք տալիս ու Տեր իմ Աստված օրհնում ենք քո թանկ պատվական անունը, ամեն, հալելույա, փառք Տիրոջը, Աստված թող օրհնի քեզ, քո շաբաթը, քո ընթացքը, քո ընտանիքը, սիրելիս, եղեք օրհնված Հիսուսի զորավոր անունով։